Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Վազգեն Մանուկյան։ Արցախն ազատագրելու համար Բաքվի մեղադրանքի սլաքներն այս անձանց կողմ են ուղղվում։ Ադրբեջանի ռազմական դատարանում նախ ցուցմունքներ են կորզում, որ հետո դատեն հայ ռազմաքաղաքական գերիներին։ Ըստ այդ ցուցմունքների ադրբեջանցի քննիչները որոշել են ու պնդել, որ Արցախում գործող հայկական ուժերը սպառազինություն են ստացել Հայաստանի տարածքից և այդ գործընթացը համակարգել է Վազգեն Սարգսյանը։ Հայաստանում հավաքագրված ֆինանսական միջոցներն ըստ խորհրդային դատախազության ուղղվել են Ռոբերտ Քոչարյանին, դրանց առաքմամբ զբաղվել է Վազգեն Մանուկյանը։ Բաքվի ռազմական դատարանում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ընթացքում 35-ամյա վաղեմության ցուցմունքներ են հրապարակվել։ Դրանք տեղ են գտել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ ԽՍՀՄ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործի նյութերում։ Խորհրդային քննիչների հավաքագրած նյութերի հրապարակմամբ մեղադրող կողմը փորձել է ապացուցել, թե Ղարաբաղյան շարժումը սկիզբ է առել հայկական կողմի բռնի գործողություններով, որոնք այսպես ասած համակարգվել են Երևանից։ Դատական ֆարսի ժամանակ հրապարակվել են իբրև թե նախաքննության ընթացքում հավաքագրված փաստաթղթերը, ինչպես Ադրբեջանում են ասում, Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստի առթիվ։ Մասնավորապես ներկայացվել են դեպքի վայրի զննության արձանագրությունները, կից լուսանկարները, տուժածների և վկաների հայտարարությունները, նաև 1990-ականների սկզբին որպես կասկածյալ կամ մեղադրյալ հարցաքննված հայերի խոստովանությունները ու փորձագետների եզրակացությունները։ Ադրբեջանական պետական աղբյուրները գրում են հետևյալը. Պետական մեղադրանքը ներկայացնող գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը նշել է, որ 1988 թվականի սեպտեմբերի 19-ին ԽՍՀՄ գլխավոր դատախազի ավագ օգնական արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Նիկոլաևի կողմից հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ԽՍՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ ԽՍՀՄ դատախազության քննչական խմբին հանձնարարվել է նախաքննություն իրականացնել Իվանյանի, Շուշիի, Ստեփանակերտի զանգվածային անկարգությունների փաստերով։ Դատական նիստի ընթացքում ընթերցվել են Արթուր Աբրահամյանի որպես վկա տված ցուցմունքները։ Աբրահամյանը, որը Մուրադ Պետրոսյանի վարորդն է եղել, հայտնել է, որ վերջինս հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ Ստեփանակերտի քաղաքային խորհրդի падգամավորական գրասենյակում։ Նրա խոսքով Քոչարյանը քաղաքային խորհրդի նախագահ Մաքսիմ Բաբայանի թիվ 1 մարդն էր, իսկ Հենրիկ Պողոսյանը ղեկավարել է ամբողջ հայկական ազգային շարժումը։ Վկայի խոսքով Քոչարյանը, Բաբայանը և Պողոսյանը հրավիրել են հայկական զինված ուժերի բոլոր ղեկավարներին և հայտարարել, որ մոտ ապագայում լղիմը պետք է դուրս գա Ադրբեջանի կազմից և միանա Հայաստանին, կոչ անելով համախմբել բոլոր ուժերը և դուրս մղել ադրբեջանցիներին այդ տարածքներից։ Նրանք իբր կոչ են արել պատերազմ սկսել ադրբեջանցիների դեմ։ Ադրբեջանական այսպես կոչված նոր բացահայտումներն ամբողջությամբ հիմնված է Արթուր Աբրահամյանի որպես վկա տված ցուցմունքների վրա։ Ըստ այդմ ցուցմունքում նշվել է, որ Մուրադ Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը զինել են Ղարաբաղում գտնվող հայկական զինված կազմավորումները։ Գործի նյութերի համաձայն Մուրադ Պետրոսյանը հրամայել է պայթեցնել Շուշի Ստեփանակերտ մայրուղու 14-րդ կիլոմետրում գտնվող գետի վրայով անցնող կամուրջը։ Վկա Յուրի Ջահանգիրյանն էլ ցուցմունքներում պնդել է, Ռոբերտ Քոչարյանը աշխատելով որպես Ղարաբաղի Մետաքսի գործարանի կուսակցական քարտուղար, որպես հայկական ազգայնական կռունկ կազմակերպության ակտիվ անդամ, զբաղվել է ազգայնական ատելության և թշնամանքի քարոզչությամբ ադրբեջանցիների նկատմամբ։ Դատական նիստը շարունակվել է պետական մեղադրողների կողմից հարցեր ուղղելով։ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարանից ժամանակ է խնդրել մինչև հաջորդ նիստը ներկայացված ապացույցների վերաբերյալ հարցերի պատասխանները պատրաստելու համար։ Միջնորդությունը բավարարվել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտարարել է, որ 1990-ականներին Ռոբերտ Քոչարյանը, Մուրադ Պետրոսյանը, Մանուչարյանը և ուրիշները հանրահավաքների կազմակերպիչներն ու շարժման առաջնորդներն էին։ Հաստատել է Թարթար գետի վրայով անցնող կամրջի պայթյունի փաստը։ Նա հաստատել է իբրև սպանությունների փաստերը, այդ թվում այն դեպքերը, երբ հայերը իբրև սպանել են հայերի, այդ թվում կենցաղային և քաղաքական պատճառներով։ Որպես օրինակ նա նշել է բարձրաստիճան պաշտոնյա Վալերի Գրիգորյանի սպանությունը այն կապելով Բաքու կատարած այցի հետ։ Ըստ ադրբեջանական աղբյուրների Հարությունյանը նաև խոսել է Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի մասին, նշելով, որ Սամվել Բաբայանն է եղել պատվիրատուն։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն էլ հարցերին պատասխանելիս ասել է, թե լսել է Թարթարի վրայով կամրջի պայթեցման մասին, սակայն նշել է, որ չի շփվել Մուրադ Պետրոսյանի հետ, հավելելով, որ վերջինս 20 թվականին աջակցել է Ստեփանակերտի ցուցարարներին։
Պետական մեղադրող Տարանա Մամեդովան հարցեր է ուղղել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին ու Դավիթ Իշխանյանին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Սահակյանը դատապարտել է կամրջի պայթեցումը, Իշխանյանն էլ նշել է, որ այդ միջադեպի մասին առաջին անգամ լսել է դատավարության ժամանակ։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 17-ին։ Աննա Հայրապետյան, Նոնա Գևորգյան, ABC Media։